Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է այս տոնը Պենտեկոստեն, Սուրբ Հոգու գալստյան օրը։ Բոլորս աղոթող լինենք, որովհետև վստահ եմ, որ բոլորս փափագով ենք եկել այստեղ, Տիրոջից առնելու իր խոստացած պարգևները։ Աղոթեք եւ փափագեք եւ ամեն բան կառնեք։ Հավատում ենք Փառք Տիրոջը։ Այսօր կկարդամ Գրիգոր Նարեկացու Մարտյան ողբերգությունից 34-րդ գլխից հատված։ Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակ նահա դեպ երկինքն ի վեր քեզ եմ ընծայում գաղտնատես Աստված եւ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող անձս տոչորող թախծության հրի վրա դնելով կամքիս բուրվառով առակում եմ քեզ Աղաչում եմ Տեր, անփոփոխելի եւ ամենազոր Տերությանը հզոր հոգուտ, ուղարկիր ցողը քո քաղցրության եւ բարեգործիր, դրոշմելով հոգուս եւ զգայություններիս իշխող իմ մտքում, ամենալից շնորհը քո բազմապարգև ողորմության Հերկիր մարմնեղեն կարծրացած սրտիս բանական անդաստանը, որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր։ Խոստովանում ենք, քո ամենաիմաստ էությամբ է, որ ծաղկում են մեր մեջ, աճում, ուռճանում, պարգևներն ամեն։ Դու ես ձեռնադրում առաքյալներին ու մարգարեներին ներշնչում։ Ուսուցանում ես վարդապետներին ու համրերին խոսեցնում, բացում խուլերի ականջները փակ, ազգակիցը քոյակիցը, հոր անդրանիկ որդին, քո գործակցությամբ իրագործելով այս բոլորը նահա, քեզ հոր իսկության հավասարակից Աստված հռչակեց։ Շնոր արա նաև ինձ մեղավորիս, որ ես էլ խոսեմ համարձակությամբ, մեկնեմ կենարար խորհուրդն ավետյաց ավետարանիդ, արագաթրիչ մտքի ընթացքով անցնելով անհուն ասպարեզներով, քեզնից ներշնչված կտակարանների։ Խոստովանում դավանում ենք, պաշտում ենք ու երկրպագում, ամենասուրբ երրորդության միասնությունը զուգափառ, անճարելի Աստվածություն, մշտաբարի և նույնագո, համապատիվ, մտքի սլացքին անհասանելի, վեր ամեն մի օրինակից և բարձր նմանությունից, որ գերազանց է անպարագիր բացարձակությամբ, առաջ քան հիմքը հավիտենության, դեռ չստեղծված, չտարացած էակներից անթարգմանելի օրհնաբանությամբ, ամենահարուստ մեծությամբ հավետ պսակված։ Հայր գթության, ամեն ինչի Տեր, Աստված բոլորի, որ երկնքում են և երկրում, բացի բանից միակ, որով իրենն է ամեն ինչ, ստեղծիչ և բոլորին շունչ տվող, բացի իսկակից Սուրբ Հոգուց, որով համայնը կազմեց։ Մեկը երեք ազնվորությունից, երջանկապառ համազոր ահավորությունից, այն վերևից խոնարհվեց այստեղ ներքև, որ ի սկզբանե արժանի էր, անբաժան էր ներքևիններից, մնալով անբաժան փառքի աթոռից, և անկարոտ իր ծնողի սիրո տեսության,
մարմին առնելով անբաժանելի, լիակատար մարդ և անպակաս աստվածություն, միակ որդին, միակ հոր և միածին անդրանիկը աստվածամայր տիրածին կույսի։ Իրական երկրածին մարդ եղավ լինելով արարիչ, բայց նմար չէր նա երկրածիններին, այլ նոր ու չկնաղ, թագավորներից վեհապատիվ, հրաշափառ, չտեսնվեց նա դարերում և չպատահեց ժամանակներում։ Ըստ Սաղմոսողի եղավ անդրանիկ թագավորների ամբողջ աշխարհի, մարմնում մեր բնությամբ կերպ առավ անապակ խառնմամբ, հոգու և մարմնի օրինակով, կամ ոսկու և հրի, կամ ավելի պարզ լույսի և օդի, անփոփոխ և անանջատ։ Նա եկավ կամավ խաչին մեռնելու, հանց անարատ գառ զոհվելու գնաց, և մի զորավոր ինքնիշխանությամբ փրկագործեց իր արարածներին, երբ կենդանի էր չարչարվեց իրոք։ Հողմերի թևով քերովբեների վրա ելնելով, ծածկվեց ամպով անքննելի, ամենայն երկնից վեր բարձրանալով, ճոխությամբ բազմեց իր սկզբնաժառանգ աթոռին հորն հավասար, որից բնավ չբաժանվեց, ձեռք բերովին չկորցնելով, չնվազեցնելով սեփականը աստվածային փառքը, որով և գալու է դատաստանին հատուցման, արդավ իրավանց չափով կշռելու գաղտնին, որին սպասում ենք, որին աղոթում, հավատալով ամեն ինչում, ամեն ինչով ամենակալ տերությանն իր, որ իսկապես մեկն է միայն այն միակից և միակի փառակցությամբ հավիտյանս երկրպագված։ Մշտապես օրհնում, բարեբանում ենք հոր և որդու հետ նրանց էության հոգուն, նա ամենազոր, կատարյալ, սուրբ և ճշմարիտ է, որ արարածներ ստեղծեց անեից, ինքնագործ է և իշխանակից մյուս երկուսին, անեղծ, անսահման թագավորությամբ, պատճառն առաջին ահավոր բանը, նույն այդ ինքնության, նույնն է նաև բարձրացած Սուրբ Հոգին, բարի, ինքնակալ, հոր պարգևները ամենքին բաշխող, հանուն միացնի փառքի պանծացման, որ հայտնեց օրենքը, ներշնչող եղավ մարգարեներին, առաքյալների մեջ տպավորվեց ազգակցի փչմամբ, աղավնակ կերպ Հորդանանում հայտնվեց, եկողի փառքի մեծության համար, և ավանդական գրքերում փայլեց, հանճարեղացրեց և զորեղացրեց իմաստուններին, վարդապետներին կատարյալ դարձրեց, օծեց արքայության, օժանդակեց թագավորների, վերակացուներ տվեց, փրկություններ կարգադրեց, ձիրք շնորհեց, քավություններ հանդերձեց, Քրիստոսի մահվամբ մկրտվածներիս իր բնակության համար մաքրագործեց, ինչը, որ հայրը և որդին կատարեցին, նույնը նաև Սուրբ Հոգին ներգործեց, և ինքն Աստված է, խնկված տիրապես ամենայնը և ամենայնի մեջ։ Ուստի փառք տալով երրորդությանը, որպես մեկ և նույն տերություն, ամբողջական ու հավասարազոր, զուգաձայն սրբասացությամբ, համարժեք հարթությամբ, օրհնյալ, փառաբանյալ երկնքում և երկրում, անդրանիկների խմբից և երկրածին բանականներից, Սուրբ երրորդությանդ փառք, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, ամեն։